Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ուղղված Արարատ Նյուզեեմի հարցմանն ի պատասխան դատախազությունը ներկայացրել է ապօրինի բռնագանձման գործով քանի անձ է անցնում, ովքեր են նրանք, յուրաքանչյուր գործով որ անձից ինչ եւ որքան պետք է բռնագանձվի։ Այսպիսով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորումից 2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչ այսօր վարչությունում նախաձեռնվել է 380 ուսումնասիրություն, որոնցից 66-ով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով կայացվել է բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին որոշում, իսկ 39-ով հայցադիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ուսումնասիրություններն, այդ թվում ուսումնասիրվող այն անձանց ինքնությունը, որոնց պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրությունը, հրապարակման ենթակա չէ։ Ուստի հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է վարչության կողմից ներկայացված հայցադիմումներով պահանջվող գույքերի վերաբերյալ։ Այսպես, Սեյրան Օհանյան, Պաշտպանության նախկին նախարար։ Սեյրան Օհանյանից եւ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույքեր, որոնցից մեկը Վահագնի թաղամասում, 2-ը Երևանի կենտրոնում, ինչպես նաեւ 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 589 միլիոն 175 հազար դրամ։ Ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման արդյունքում առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 477 միլիոն 473 հազար 907 դրամ, 600 միլիոն 762 հազար 179 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Հովիկ Աբրահամյան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախկին նախարար, ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ։ Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անշարժ գույք, որից 15-ը Երևան քաղաքում, մեծամասամբ կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մղջյան համայնքում, 10-ը Նարեկ համայնքում, 2-ը Կոտայքի մարզ Արձական համայնքում, 6-ը Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը Վայոց Ձորի մարզ Ջերմուկ համայնքում, 1-ը Գեղարքունիքի մարզ Սևան համայնքում, 6-ը Տավուշի մարզ Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը Արարատի մարզ Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ Այնթափ համայնքում, 1-ը Արարատի մարզ Արևաբույր համայնքում, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ եւ բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ ընդհանուր 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար 90 դրամ։ Ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 միլիոն 500 դրամի եւ 3 միլիոն 117 հազար 680 եվրոյի չափով, 21 միլիարդ 202 միլիոն 67 հազար 797 դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար։ Գագիկ Բեգլարյան, Երևանի նախկին քաղաքապետ։ Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը Խորենացի փողոցում, 3-ը Աշակունյաց պողոտայում, 2 առանձնատները Ազատության պողոտայում, 2 տարածքները Թամանյան փողոցում, 2-ը Տերյան փողոցում, ինչպես նաև Երևան քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում գտնվող 2 հողամասերը եւ Արարատի մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10 միլիարդ 704 միլիոն 483 հազար 825 դրամ, 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը, 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, 1 միլիարդ 879 միլիոն 759 հազար 719 դրամի չափով, 882 միլիոն 745 հազար 274.9 դրամ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ, 3 միլիարդ 317 միլիոն 8604 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։ Սուրիկ Խաչատրյան, մականունը Լիսկա, Սյունիքի նախկին մարզպետ։ Սուրիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես 5 անշարժ գույքեր
Երևան քաղաքում գտնվող առանձնատուն, բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 միլիարդ 530 միլիոն 135 հազար 900 դրամ։ Մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614 միլիոն 544 հազար 139 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 միլիարդ 410 միլիոն 463 հազար 523 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել։ Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 միլիարդ 450 միլիոն 350 հազար 364 դրամ փոխառությունների եւ այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 միլիարդ 98 միլիոն 300 հազար դրամ ներդրման գումարը։ Միհրան Պողոսյան, մականունը Քեթրինի Միհրան, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար։ Միհրան Պողոսյանից եւ նրան փոխկապակցված 7 անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել, մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 միլիարդ 502 միլիոն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 միլիոն 839 հազար 400 դրամ փոխառությունների եւ այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, 456 միլիոն 628 հազար 637 դրամ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 միլիարդ 141 միլիոն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։ Տարոն Մարգարյան, Երևանի նախկին քաղաքապետ։ Տարոն Մարգարյանից նրա հետ փոխկապակցված 6 անձից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել։ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող 6 բնակելի տուն, 1 հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող 1 ամառանոց, 2 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 1 միլիարդ 528 միլիոն 800 հազար 500 դրամ։ 1 իրավաբանական անձու մասնակցության միջին շուկայական արժեք, Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ եւ 3 շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ, 853 միլիոն 402 հազար 782 դրամ, որից 755 միլիոն 154 հազար 928 դրամը որպես ապօրինի եկամտի մնացորդ եւ 98 միլիոն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։ Գևորգ Կոստանյան, Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ։ Գևորգ Կոստանյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել։ Երևան քաղաքում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Ջրվեժ համայնքներում գտնվող 2 առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363 միլիոն 565 հազար դրամ, 173 միլիոն 947 հազար 38 դրամ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, 276 միլիոն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Վլադիմիր Գասպարյան, Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ։ Վլադիմիր Գասպարյանից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել։ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարանի 20.8%-ը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 21 միլիոն 440 հազար 640 դրամ։ 3 տրանսպորտային միջոց, անհնարինության դեպքում շուկայական արժեքը 90 միլիոն 450 հազար դրամ։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հողամաս, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 44 միլիոն 130 հազար դրամ։ Երևան քաղաքի Թումանյան փողոցի ավտոտնակ, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 9 միլիոն 750 հազար դրամ։ Երևան քաղաքի Վրթանես Փափազյան փողոցի բնակարանի 97.58%, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 224 միլիոն 385 հազար 210 դրամ։ Գեղարքունիքի մարզում գտնվող տուն, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 260 միլիոն 500 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզում գտնվող գույք, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 146 միլիոն 900 հազար դրամ։ 5 միլիոն 234 հազար 52.1 ռուբլի ավանդ եւ
դրա վրա հաշվարկվող տոկոսագումարները։ Երևան քաղաքի Վրթանես Փափազյան փողոցի բնակարանի վարձակալության դիմաց ստացված վարձավճարների ապօրինի մաս 15,456,672 դրամ։ Գեղարքունիքի մարզի անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձավճարներ 1,100,000 դրամ։ Վերադարձված փոխառության չօգտագործված մաս 20,358,709 դրամ։ Գեղարքունիքի մարզի անշարժ գույքի օտարման գումար 1,300,000 դրամ։ 131,87,691 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել 2013-ից 2021 թվականների ընթացքում ծախսված լինելու հետևանքով։ Արամ Հարությունյան, բնապահպանության նախկին նախարար։ Արամ Հարությունյանից նրա հետ փոխկապակցված երկու անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող երկու բնակարանները, բնակելի տունը, հյուրանոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող երկու հողամասերը, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2,500,000,000 դրամ։ Երեք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8,166,400,000 դրամ։ Բանկում ներդրված 1,661,628 ԱՄՆ դոլար ավանդը, 4,391,805,299 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272,975,855 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։ Խաչագան Ղազարյան, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ։ Խաչագան Ղազարյանից նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 15 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը Ծովակալ Իսակով պողոտայում, 3-ը Տեյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում նշված անշարժ եւ շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 5,853,325,000 դրամ։ 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք։ Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի եւ 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքը 337,780,000 դրամ, 137,216,729 դրամ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ եւ ավանդներ, 1,647,552,731 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, ընդհանուր 7,975,874,460 դրամ։ Կարապետ Գուլոյան, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ։ Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 459,225,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 38,810,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի անշարժ գույքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 242,800,000 դրամ։ 2000 բաժնետոմս, իսկ անհնարինության դեպքում Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել բաժնետոմսերը ձեռք բերելու արժեքը 30 միլիոն դրամ։ 548,025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար 548,025,25 ԱՄՆ դոլար, 294,900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի 264,000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար 264,000 ԱՄՆ դոլար։ Բաց բաժնետիրական ընկերության 2424 բաժնետոմսերը ձեռք բերելու արժեքը 22,500,587 դրամ, 1,242,483,404 դրամ, որը չի հիմնավորվում Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-ից 2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել 58,120,147 դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է
ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։ Մհեր Սեթրակյան մականունը Թոխմախի Մհեր ազգային ժողովի նախկին падգամավոր։ Մհեր Սեթրակյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք, մասնավորապես Երևան քաղաքում 21 անշարժ գույք, 1 անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում 1 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ, 8 իրավաբանական անձանցում մասնակցություն եւ 1 փոխառության պահանջի իրավունք։ Բռնագանձման է ենթակա նաեւ ավելի քան 8.6 միլիարդ դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար։ Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ։ Հրայր Թովմասյանից եւ վերջինիս փոխկապակցված անձից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույք Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Երևան քաղաքում եւ Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 198 միլիոն 905 հազար դրամ, 142 միլիոն 250 հազար 200 դրամի չափով գումար, որպես ապօրինի գույքի վերափոխումից ստացված միջոցների, ինչպես նաեւ ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամուտ, 221,675 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։ Վահրամ Գրողլյան, Պետեկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյա, Պետեկամուտների կոմիտեի նախաբաց թողումային հսկողության վարչության նախկին պետ։ Վահրամ Գրողլյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները եւ Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին եւ 2 հողամասեր, ինչպես նաեւ 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 601 միլիոն 422 հազար 519 դրամ։ Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները ապօրինի դիտարկված 170 միլիոն 826 հազար 728 դրամի չափով, 293 միլիոն 328 հազար 805.1 դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 748 միլիոն 762 հազար 865.56 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։ Վահե Նիկոյան, Երևանի նախկին փոխքաղաքապետ։ Վահե Նիկոյանից եւ վերջինիս փոխկապակցված անձից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույք Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 միլիոն 750 հազար դրամ, 1 շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները, մինչև գործող վճռի փաստացի կատարումը, 19 միլիոն 786 հազար 303 դրամ, որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ, 8 միլիոն 258 հազար 347 դրամի չափով գումար, որը 2013-ից 2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։ Գալուստ Գրիգորյան, Գագիկ Խաչատրյանի գործով անցնող մեղադրյալ։ Գալուստ Գրիգորյանից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 3 հասարակական նշանակության անշարժ գույքեր, 1 ավտոկայանատեղի, 2 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 519 միլիոն 55 հազար դրամ, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 56 միլիոն 850 հազար դրամ, տրամադրված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը 36 միլիոն 749 հազար 716 դրամի չափով, վարձակալությունից, օտարումից, փոխառությունից առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 714 միլիոն 471 հազար 426 դրամ, 3 միլիարդ 722 միլիոն 693 հազար 253 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Փայլակ Յայլոյան, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն։ Փայլակ Յայլոյանից եւ նրան փոխկապակցված ընտանիքի անդամ հանդիսացող 3 անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 6 բնակարանները, իսկ անհնարինության դեպքում այդ գույքերի միջին շուկայական արժեքը ընդհանուր 367 միլիոն 215 հազար 500 դրամ, Կոտայքի մարզի
Ջրվեժ համայնքում գտնվող 1 հողամաս եւ 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում այս գույքերի միջին շուկայական արժեքը ընդհանուր 110 միլիոն 868.750 դրամ։ 3 շարժական գույք տրանսպորտային միջոցներ, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է ընդհանուր 17 միլիոն 580.000 դրամ։ 1 ՍՊԸ 50% բաժնեմասերը 31 միլիոն 288.840 դրամ որպես լուծարված ՓԲ բաժնեմասի ձեռքբերման գումար։ Ընդհանուր 276 միլիոն 419.543 դրամ, որը չի հիմնավորվում Յայլոյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Արտակ Յայլոյան, Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի որդի։ Արտակ Յայլոյանից եւ նրա կնոջից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 2 անշարժ գույքերը, իսկ անհնարինության դեպքում այդ գույքերի միջին շուկայական արժեքը ընդհանուր 530 միլիոն 80.000 դրամ։ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 1 հողամաս եւ 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում այս գույքերի միջին շուկայական արժեքը ընդհանուր 240 միլիոն 537.500 դրամ։ 1 ՍՊԸ ընկերության 100% բաժնեմասերը ընդհանուր 82 միլիոն 258.965 դրամ, որը չի հիմնավորվում Յայլոյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Արամ Վարդանյան, հայտնի է Ստրեչի ապերմականունով։ Արամ Վարդանյանից նրա հետ փոխկապակցված 3 անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 9 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի եւ Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է 870 միլիոն 997.100 դրամ, 260 միլիոն 298.106 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 472 միլիոն 97.316 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։ Սերո Փարությունյան, կոչումը գնդապետն ու Բարաշեն քրեակատարողականի նախկին պետ, ապա ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ։ Սերո Փարությունյանից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքի հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 187 միլիոն 250.000 դրամ։ Երևան քաղաքի հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը 6 միլիոն դրամ։ Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի Հարություն Հարությունյանին պատկանող մասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում Սերո Փրասմիկի Հարությունյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը 43 միլիոն 375.000 դրամ։ Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 1/10 մասի շուկայական արժեքը 8 միլիոն 675.000 դրամ, 400.000 դրամ որպես Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալության դիմաց 1 ամսվա 2021 թվականի հունվարի ստացած վարձավճարի Հարություն Հարությունյանի անվամբ հաշվառված գույքի մասի չափով գումար 5 միլիոն 961.250.000 դրամ, որը չի հիմնավորվում Սերո Փարությունյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել 205 միլիոն 543.000 ՀՀ դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։ Մանվել Գրիգորյան, հայտնի է որպես գեներալ Մանվել, ազգային ժողովի նախկին պատգամավոր, կոչումը գեներալ լեյտենանտ։ Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ փոխկապակցված անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 27 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2 միլիարդ 552 միլիոն դրամ, ինչպես նաեւ մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում։ Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 665 միլիոն 642.125 դրամ փոխառությունների պահանջի իրավունքը, 19 միլիոն 274.310 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, շուրջ 18 միլիոն 400.000 դրամ ավանդների մնացորդ, ինչպես նաեւ 17 միլիոն 27.871 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։ Արամ Դանիելյան, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար։ Արամ Դանիելյանից եւ վերջինիս փոխկապակցված 2 անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետեւյալը 11 անշարժ գույք Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Երևան քաղաքում, Կոտայքի եւ Եղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ
անհնարինության դեպքում դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 միլիոն 399 հազար դրամ։ Մասնակցություններ 2 ՍՊՕ-ում 156 միլիոն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել։ Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։ Հովիկ Աբովյան, Տավուշի նախկին մարզպետ։ Հովիկ Աբովյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից 5-ը Երևան քաղաքում, 6-ը Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները 1 միլիարդ 256 միլիոն 765 հազար դրամ, 3 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք։ Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը 1 միլիոն 608 հազար 540 դրամ, 389 միլիոն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։ Վազգեն Հարությունյան, Parking City Service ընկերության տնօրեն։ Վազգեն Հարությունյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 անշարժ գույք, որոնցից 3-ը Երևան քաղաքում, 1-ը Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները 324 միլիոն 452 հազար 500 դրամ, 1 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք 17 միլիոն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է նույնականացնել եւ բռնագանձել 107 միլիոն դրամ եւ 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ 27 միլիոն 435 հազար 443 դրամ, որպես ստացված ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ։ Արմեն Հարությունյան, Երևանի Երևանի վարչական շրջանի նախկին ղեկավար։ Արմեն Հարությունյանից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 միլիոն դրամ, շուրջ 312 միլիոն դրամ, որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ։ Գևորգ Վարդանյան, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի տրանշ 1 եւ տրանշ 2 հատվածների կապալառու իսպանական Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու Պոլիտրանսպորտ ՍՊ ընկերության բաժնետեր։ Գևորգ Վարդանյանից օգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ներսես Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ, 33 միլիոն դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար։ Սաշա Հակոբյան, Մասիսի քաղաքապետ։ Սաշա Հակոբյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 288 միլիոն 86 հազար 250 դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 5 շարժական գույք եւ 5 անշարժ գույքի շուկայական արժեքը, որը դեռևս գնահատված չէ, 58 միլիոն 515 հազար 628 դրամ, որը 1998-ից 2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել, հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։ Սուրեն Ավագյան, Սթոն ՍՊ ընկերության ղեկավար։ Սուրեն Ավագյանից նրա հետ փոխկապակցված 3 անձանցից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Հավան վարչական շրջանի Աջարյան փողոցում գտնվող 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 217 միլիոն դրամ, Մաշտոցի պողոտայում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքի չափով գումար 135 միլիոն 740 հազար դրամ, Ծուպանի ՓԲ-ի 33334 հատ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը 56 միլիոն 909 հազար 394 դրամ, 10 հանձնված փոխառությունների չվերադարձված մասերի պահանջի իրավունք 2 միլիարդ 72 միլիոն 182 հազար 335 դրամի չափով, 5 միլիարդ 180 միլիոն 867 հազար 198 դրամ, որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, 1 միլիարդ 706 միլիոն 303 հազար 920 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է
բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Սուրեն Վարդանյան, Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու Պոլիտրանսպորտ ՍՊ ընկերության մասնակից։ Սուրեն Վարդանյանի ցոքուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 316 միլիոն դրամ, շուրջ 1 միլիարդ 21 միլիոն դրամ, որպես փոխառություն տրամադրված գումարի օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի եւ ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար։ Զարզանտ Գրիգորյան, ԱԺ նախկին падգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, Արշալույս համայնքի ղեկավար։ Զարզանտ Գրիգորյանի ցոքուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես 8 անշարժ, 1 շարժական գույք, 4 անշարժ գույքի շուկայական արժեքը 421,433 դրամ, որպես ստացված ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ 175 միլիոն 701,540 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերովի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Ռուսլան Բաղդասարյան, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար։ Ռուսլան Բաղդասարյանի ցոքուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Դավթաշենում գտնվող գույքի 100%-ի ներկայիս նվազագույն շուկայական արժեքը 104 միլիոն 220 հազար դրամ, 1 ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի նվազագույն շուկայական արժեքը 14 միլիոն 770 հազար դրամ, 202 միլիոն 644 հազար 561 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։